Իրано-իսրայելական հակամարտությունն ավելի է թեժանում։ Մահափորձ է եղել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի դեմ, որը կանխվել է, հայտնում է նրա խորհրդականը։ Նա պնդում է, որ միջադեպը տեղի է ունեցել մի քանի օր առաջ Թեհրանում, եթե հայրենիքի անհայտ զինվորների անվտանգության միջոցառումները չլինեին, հնարավոր է իրականացվեր Իսրայելի խոշոր դավադրությունը, որը Փառք Աստծո ձախողվեց, գրել է դիվանագետը։ Իսրայելը ցանկանում է սպանել նաև իսլամական պետության հոգևոր առաջնորդին։ Իսրայելի պաշտպանության նախարարն է հայտարարել, գիտեն որտեղ է Խամենեին, նրան սպանելը հեշտ է։ Միաժամանակ Իրանը պնդում է, թե հաղթող է դուրս գալու այս հակամարտությունից։ Իսրայելական լրատվականների փոխանցմամբ Իրանը հարձակումներ է գործել իրենց գաղտնի ռազմական բազայի վրա։ Իրանը հարվածներ է հասցրել Հայֆայում և Թել Ավիվում գտնվող ռազմական թիրախներին և ռազմական արդյունաբերության հետ կապ ունեցող արդյունաբերական կենտրոններին։ Գեներալ Մաջեդ Խադեմին նշանակվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզության նոր ղեկավար, փոխարինելով Մոհամմադ Քազեմիին, որը զոհվել էր Իսրայելի հարվածի հետևանքով։ Իսկ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը դեռ երկմտում է Իրանի դեմ ուղղակի գործողություններ ձեռնարկելու վերաբերյալ որոշում կկայացնի առաջիկա 2 շաբաթվա ընթացքում, հայտնել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Քերոլայն Լևիթը։ Չի հանդարտվում նաև ռուս-ուկրաինական հակամարտությունը։ Գիշերը ռուսական ուժերը հարվածել են Խարկովին և Օդեսային։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ ռուսական կողմը հարվածներ է հասցրել բնակելի տներին։ Օդեսայում հրդեհներ են բռնկվել, կազոհ 14-ը վիրավորվել են։ Խարկովում տուժածների թվում երեխաներ կան, անօդաչուներից մեկը բախվել է 23 հարկանի բնակելի շենքի։ Փրկարարները 600 մարդու են տարհանել այրվող շենքից։ Միաժամանակ Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիներ են փոխանակել, հայտնում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը։ Հինգշաբթի Իլհամ Ալիևն Էրդողանի հրավերով այցելել է Անկարա։ Հանդիպումից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը X-ի հարթակում կատարած գրառմամբ վերահաստատել է իր աջակցությունը Ադրբեջանին։ Մենք այնպիսի ազգի երկու պետություններ ենք, որ աղոթում են նույն դրոշի ստվերում, նամազի նույն գորգի վրա արցունք են թափում, նույն անկախության համար կյանք են տալիս մեկ սիրտ ունեցող զավակներով։ Սիրտը հոգուց չի բաժանվի, Թուրքիան Ադրբեջանից, գրել է Էրդողանը։ Սեդամակարյան, Գառնիկ Նահապետյան, ABC Media։